Եվ հարյուրամյակի շրջանակներում մեր խորհրդարանում միտք առաջացավ, այսպես խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանական հանցագործության այսպես շարժում սկսել, երբ որ այդ միտքը սկսեցին քննարկել պետական ավելի բարձր կառույցներում, գործադիր իշխանության նախագահի աշխատակազմում և կառավարությունում, եկանք ընդհանուր այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ունի բոլոր իրավական, քաղաքական, պատմական հիմքերը հիմնադրելու և առաջամարտիկ լինելու միջազգային գլոբալ ֆորումին, որը առայսօր գործում է։ Եվ 2015 թվականի ապրիլի 22-ի և 23-ին Հայաստանում հիմնադրվեց ընդդեմ ցեղասպանական հանցագործության գլոբալ ֆորումը։ 2016 թվականին տեղի ունեցավ երկրորդ ֆորումը, որը որոշեց, որ այսօր այդ ֆորումը դառնալու է միջազգայինորեն ճանաչված ձևաչափ և 2 տարին մեկ պարբերությամբ Հայաստանի նախաձեռնությամբ իրականացնելու է իր աշխատանքները։ 2016 թվականին ևս ընդունվեց հռչակագիր ֆորումի կողմից, հետագայում 2018 թվականին արդեն Հայաստանի նշանափոխությունից հետո աստիճանաբար ցավոք նկատելի է, որ ֆորումի նպատակներն էլ մի փոքր արդեն շրջվում են և հատկապես 22 և 24 թվականների ներառված ֆորումները, որոնք չգիտես ինչի ապրիլի փոխարեն տեղափոխվեց դեկտեմբեր ամիս, ավելի ու ավելի քիչ է խոսում կամ ավելի շատ է լռում հայոց ցեղասպանության մասին։